2021 թվականի համապետական ընտրություններում ընտրական շեմը հաղթահարած քաղաքական ուժերը այս տարի եւս պետական աջակցություն կստանան, երկրի գլխավոր բյուջեից դուրս կգրեն շուրջ 527 միլիոն դրամ, ընդհանուր գումարից իշխող քաղաքացիական պայմանագրին կհասնի 268.3 միլիոնը, խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր Հայաստան դաշինքին 163.2-ը, պատիվ ունեմ ինչ չեն ֆինանսավորի, քանի որ 5%-ից քիչ ձայներ հավաքել, բայց միևնույն ժամանակ գլխավոր բյուջեից գումար կուղվի արտախորհրդարանական Բարգավաճ Հայաստան եւ Հանրապետություն կուսակցություններին, համապատասխանաբար 54 եւ 38.7 միլիոն դրամ։ Եզդիները, ռուսները, ասորիները եւ քրդերը կարող են ընդգրկվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում, համաձայն օրենսդրության վերջին 2022 թվականին Հայաստանում անցկացված մարտահամարի արդյունքներով հենց այս ազգային փոքրամասնություններն ունեն առավել մեծ թվով բնակչություն մեր երկրում։ Կենտրոնական ընտրականից տեղեկացնում են ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին, դրանցից յուրաքանչյուրում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող են ընդգրկել մինչև 4 ներկայացուցիչ։ Ընդդիմությունը մի գործ ունի անելու իրար ոտքի տակ չքանդել, հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում։ Նրա խոսքով, եթե ընդդիմությունում շարունակեն իրար ոտքի տակ քանդել, ապա հնարավոր չի լինի լավ արդյունքի հասնել։ Նախկին նախագահը նաև տեղեկացրել է, որ Հանրապետական կուսակցությունն այս տարվա խորհրդարանական ընտրությունների հետ կապված իր ծրագրերի մասին առաջիկայում կհայտնի, այլ ուժերի հետ բանակցել պատրաստ են։ Հայաստանում օտարերկրյա ներդրողը տեղականին հավասար իրավունքներ կունենա, կառավարությունը օրենքի փոփոխության առաջարկը հաստատեց, ուղարկեց խորհրդարան, ներդրումների մասին օրենքով կստեղծեն իրավական հիմքեր եւ խտրականության բացառման երաշխիքներ, սահմանում են նաեւ կապիտալի ազատ տեղաշարժի, գույքային իրավունքների, աշխատողների վարձման, վեճերի լուծման եւ արդարադատության մատչելիության մեխանիզմներ։ Թափանցիկ աշխատող տաքսիստները պետք է կարողանան վարկավորվել, էկոնոմիկայի նախարարությունում քննարկում կնախաձեռնեն։ Գերատեսչության ղեկավարը հայտարարել է, այն վարորդները, ովքեր իրենց թափանցիկ եկամուտներին համապատասխան չեն կարողանում վարկավորվել, նախ պետք է դիմեն իրենց սպասարկող ընկերությանը, որն էլ իր հերթին տվյալները կփոխանցի իրենց եւ դեպք արդեն բանկերի հետ կքննարկեն։ Ինչ վերաբերում է 3 բողոքի դուրս եկած առցանց տաքսու վարորդների մյուս պահանջին, առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրի շահառու դառնալու, ապա առողջապահության նախարարն էլ նշել է, թե առաջարկը կքննարկեն։ Արցախից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք դիմել են բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին եւ մերժում ստացել միգրացիա եւ քաղաքացիության ծառայության տվյալների շտեմարաններում իրենց վերաբերյալ տեղեկությունների բացակայության հիմքով, կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով աշխատանքի ու սոցհարցերի նախարարություն։ Հանձնաժողովը դիմումները կընդունի բացառապես մերժում ստացած քաղաքացիների անունից, գերատեսչությունից փոխանցում են որևէ այլ անձի, վճարովի ծառայության կամ կառույցի դիմելու անհրաժեշտություն չի լինի։ Դատարանը վարույթ է ընդունել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ներկայացրած հայցերը Թալինի տարածաշրջանի կարգալույթ հռչակված Արամայիս Թախմազյանի դեմ։ Եկեղեցին նրանից պահանջում է վերադարձնել տրված բնակարանն ու Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները։ Հիշեցնեմ, նախկին հոգևորականը եւս դատի է տվել Մայրաթորին, վիճարկելով ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի տնօրինությունը իրեն կարգալույթ հռչակելու վերաբերյալ։ Դատարանն էլ մինչև վերջնական ակտը կլինի հայցի ապահովման միջոց է կիրառել, պարտավորեցնելով Մայր եկեղեցուն ամբողջությամբ եւ առանց խոչընդոտի ապահովել Արամայիս Թախմազյանին, Տեր Թադե Քահանային, Թալինի հոգևոր հովվի պաշտոնում։ Էդուարդ Պողոսյան, Ժամ լրատվական։